Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Առաջիկա րոպեներին դիտեք։ У нас с армянским народом особые отношения. Ռուսաստանի նախագահը հորդորում է արագ կողմնորոշվել Եվրամիություն, թե ԵՏՄ։ Пошли бы по пути взаимовыгодного развода. Հայաստանի վարչապետը չի շտապում։ Միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում են ամուսնության հետ։ Ով ոնց անցկացրեց եւ ինչ խոստացավ Քարոզարշավի 4-րդ օրը։ Ինչ որ ասում եմ, դու գնա կարդակ, իմանաս։ Ոչ ոք ձեր մասին չի մտածել այսքան ժամանակ։ Բան այլ ինչ են հավաքվել։ Թե որ ստիպա վերանամ դուք կանեք էլի։ Հակակոռուպցիոն կոմիտեն չի քննում Ֆազդ բանկի կողմից քաղաքացիական պայմանագրին ենթադրյալ ապօրինի նվիրատվության դեպքը։ Իրանը պատասխանել է պատերազմը դադարեցնելու Միացյալ Նահանգների առաջարկին։ Թրամփը արձագանքը լիովին անընդունելի է որակում։ Չեմ հավանում, բացարձակապես անընդունելի է։ Վրաստանը նոր պատրիարք ունի, Ռուսաստանում ուսանած մետրոպոլիտ Շիոն։ Նախ հայ-ռուսական հարաբերությունների մասին, մինչ Մոսկվան հետևողականորեն կոչ է անում Երևանին կողմնորոշվել Եվրամիություն, թե ԵՏՄ, նախօրեին հենց Պուտինն էր նման բան ասել, ավելին քաղաքակիրթ ապահարզանի առաջարկ արել, վարչապետ Փաշինյանը դեռ չի շտապում։ Пошли бы по пути Կգնայինք փափուկ, խելացի եւ փոխշահավետ ապահարզանի ճանապարհով։ взаимовыгодного развода. Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ։ Եվրամիություն, թե Եվրասիական տնտեսական միություն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորում է Հայաստանի իշխանություններին արագ կողմնորոշվել։ Եթե Երևանը շուտ որոշում կայացնի Մոսկվայի հետ ապահարզանը մեջբերեմ քաղաքակիրթ կլինի։ Это не наше дело, но в принципе это вполне было бы логично провести референдум и спросить у граждан Армении. Մեր գործը չէ, բայց միանգամայն տրամաբանական կլիներ անցկացնել հանրաքվե եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան մենք էլ համարժեք եզրակացություններ կանեինք եւ կգնայինք փափուկ, խելացի եւ փոխշահավետ ապահարզանի ճանապարհով։ Կրկնելով նախորդ ամիսներին Կրեմլից պարբերաբար հնչող թեզը, թե Հայաստանը ԵԱՏՄ-ից մեծ օգուտներ է ստանում, Վլադիմիր Պուտինը հաղթանակի օրվա միջոցառումների ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում նույնիսկ ժամկետներ նշեց։ Այս հարցը կարելի է ներառել ԵԱՏՄ առաջիկա մայիսի 28-ին ու 29-ին կայանալի գագաթնաժողովի օրակարգում։ Պուտինը հորդորեց հաշվարկներ անելու, ինչպես արդեն ամիսներ շարունակ իր ենթականերն են սպառնալից հայտարարություններ անում, խոսեց Ուկրաինայի մասին։ Իսկ ինչից սկսվեց այս իրավիճակը Ուկրաինայում։ Եվրամիությանը անդամակցելու փորձից։ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին վարչապետ Փաշինյանը չի մասնակցելու, Ասնանա կմեկնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Արձագանքելով Պուտինի հայտարարություններին, Փաշինյանն այսօր կրկնեց արդեն 1 տարի շարունակ կրկնվող իր թեզը. Հայաստանը որոշում կկայացնի, երբ պահը հասունանա։ Այժմ եւ առաջիկա շրջանում Երևանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու անհրաժեշտություն չունի։ Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ, որովհետև ես ազգային ժողովում եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ Ես ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ եւ ելի եմ ասում, քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել նաև հանրաքվե կանենք այն պահին, երբ որ դրա օբյեկտիվ անհրաժեշտություն լինի։ Փաշինյանը դարձյալ հայտարարեց. Երևանը Ռուսաստանի շահերը վնասելու նպատակ չունի։ Մենք չենք ներքաշվելու վիճաբանության լեզվակռվի մեջ եւ մենք բոլոր հարցերը քննարկելու ենք աշխատանքային պայմաններում առանց լրացուցիչ նյարդի։ Պաշտոնական Մոսկվան ել ավելի սրեց խոսույթը ու սկսեց կոշտ հայտարարություններ անել անցած շաբաթ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ միջոցառումներից հետո։ Տնտեսական հնարավոր հետևանքների վերաբերյալ սպառնալիքներից զատ Մոսկվան օրերս նաև Հայաստանի անվտանգությանն անդրադարձավ, պնդելով, թե մեջբերեմ Եվրամիությունը ծրագրում է Հայաստանը կտրել հուսալի անվտանգության համակարգից։ Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը չի հարմարվի օտար աշխարհակաղակական խաղերին եւ առաջնահերթ կհամարի երկրի երկարաժամկետ ազգային շահերը։
Հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքը խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի ընդդիմադիր հիմնական մրցակիցների ծրագրերի առանցքային դրույթներից է։ Եվ Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանը, եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը եւ գործարար Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու մասին են խոսում։ Հիմա ամեն մեկը նայեք ձեր շրջապատում, թե քանի հոգի են իրենց ընտանիքի բարեկեցությունը ապահովում Ռուսաստանի հետ հարաբերությունների շնորհիվ։ Օրինակ Մարտունուց, քանի մարդ է աշխատում Ռուսաստանում։ Քոչարյանն օրինակ Երևանի քայլերը արկածախնդրություն է համարում։ Ռուսաստանը մեծ երկիր է, շատ համբերատար, բայց մի գիծ կա, այդ գիծը որ անցնում են, այլևս չի ներում։ Գագիկ Ծառուկյանն էլ տնտեսական հնարավոր հետևանքների մասին է խոսում։ Մի հատ Եվրոպան եկավ օդի մեջ, Մակրոնը այսօր կա, վաղը չկա։ Հիմա Մակրոնի վրա մենք հույս ենք դնում։ Երևանում կայացած գագաթնաժողովից հետո Բրյուսելը վերահաստատեց, աջակցում է Հայաստանի եվրոպական ձգտումներին։ Նիկոլ Փաշինյանը սակայն այդպես էլ չհստակեցրեց։ Երևանը պատրաստվում է Եվրամիության անդամակցության հայտ ուղարկել, թե ոչ։ Վարչապետ Փաշինյանը Ռուսաստանին վերաբերող հայտարարությունները արեց ընդմիջելով նախընտրական քարոզարշավը։ Հայաստանում նոր իշխանություն դառնալ ցանկացող 19 ուժերի քարոզարշավի 4-րդ օրն է այսօր։ Երևանում վարչապետին հարցերը նկատելիորեն մարզերից շատ էին անվտանգայինից մինչև կոմունալ կենցաղային։ Ոնց որ վերև Աստված ինձ համար նվեր պարգև։ Էրեբունի վարչական շրջանում վարչապետին հանդիպած այս կինը հուզված է։ Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանին տեսել է 2018 թվականին։ Այս տարիներին հանդիպելու հնարավորություն չի ունեցել, բայց դրանից սերը չի պակասել։ Բարև ձեզ, մենք հանեմ ձեզ սիրում։ Դուք չեք պատկերացնի։ Մենք ամբողջ օրը տունը ձեր մասին ենք խոսում, թե որ սրտակ վերանամ դուք կանեք էլի։ Արդեն էլ չենք իմանում։ Դրա համար ընտրություններ, դրա համար եմ։ Քարոզարշավի օրը վարչապետը Մայրաքաղաքի փողոցներով շարժվում է դեպի Էրեբունի վարչական շրջան։ Թեև նրան ուղեկցում են մի քանի տասնյակ ՔՊԱ-կաններ, բայց քարտեզ, բուկլետ ու թխվածքաբլիթ բաժանելու գործը հիմնականում Նիկոլ Փաշինյանինն է։ Մեկ բուկլետը վերցնում են լուռ, մեկ շնորհակալական խոսքեր ասում։ Այս կինը նախ վերցնում է Նիկոլ Փաշինյանի ձեռքից Հայաստանի քարտեզը, հետո վերադարձնում։ Այնտեղ չկան Արցախը, Ամարասը։ Ես այնքան եմ ափսոսում, որ այդտեղ չհասցրեցին մոմբա։ Շատ եմ ափսոսում։ Ոչինչ, Հայաստանում բազմաթիվ տեղեր կա, որտեղ կարող եք մոմբա։ Ողջան հայրում։ Բարի ախորժան։ Հայաստանի եկեղեցիներից մեկում մոմ վառելու առաջարկից հետո Փաշինյանը կնոջ հետ զրույցն արագ ավարտում է, բայց պակաս վրդովված չէ այս մյուս քաղաքացին։ Մի բուռ էինք, դարձանք կես բուռ, ասում է ու հետո ձևակերպում իր առաջարկը Փաշինյանի։ Մենակ հող մի տվեք, թե չէ ձեզանից բողոքի չկա։ Մենք պետք է կողմնորոշվենք, թե ինչ նկատի ունենք Հայաստանի հող ասելով։ Մենք կողմնորոշվել ենք եւ ասում ենք, որ Հայաստանի հող ասելով նկատի ունենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքը եւ եթե ժամանակ ունենայինք, ես ձեզ նաեւ հաճույքով Ախր Ղարաբաղը մերն էր, այո դուք ասում եք մերը չէ, մերը չէ, ժողովրդին գրգռում եք ձեր դեմ։ Տեսեք։ Վերջին 500 տարում։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը փորձում է բացատրել, պետություն չենք ունեցել մինչև 1918 թվականը։ Պետք է ուրախանալ 29743 քառակուսի կիլոմետրով եւ չմտնել պատմական արդարության դաշտ։ Ի պատասխան կինը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է, ջերմուկի դիրքերում նստած են ադրբեջանցիները։ Ինչու վարչապետը չի պահանջում Իլհամ Ալիևից, որ ադրբեջանական զորքը դուրս բերի այնտեղից։ Իրանք որ ձեզ մի բան պարտադրում են, էս պետք է տակ, դուք ի՞նչ եք ասում, դուք մեր ջերմուկից դուրս եկեք։ Ասեք, մի վախեցեք, այնով Ալիևը։ Սահմանազատման կանոնակարգը կա, վարչապետը քաղաքացուն հիշեցնում է այդ փաստաթղթի ընդունման ու վավերացման մասին։ Հենց դրանով էլ կլուծվի հարցը, շարունակում է Փաշինյանը, որից հետո քաղաքացին կրկնում է հորդորը։ Հարցերով լուծվելու է։ Կյանքներս ձեզ այդ հողի համար, որ լսում եմ մի բան գրավել են, ես տարիքիս 75 տարեկան եմ։ Երբեք լսել։ Դե այն ժամանակները, որ այս անգամ էլ լսեցի, տաղուշում եք, որ ասի Ղարաբաղը մեր չի, ես էլ ինֆակտ տարածում, լսում եմ, վատանում եմ։ Վարչապետի քարոզչական օրը մերթ ընդմիջվում է կուսակցական երկու պարով։ Նվագախումբը Նիկոլ Փաշինյանից մի ոտք շուտ է հասնում շենքերի բակ, որ նրան դիմավորի ծափերով ու Նիկոլ վարչապետ վանկարկումներով։
Վարչապետին ծափահարողները երբեմն էլ դժգոհում են։ Օրինակ այստեղ մի կին ներկայացավ որպես կազմակերպիչ եւ ասաց սցենարով Նիկոլ Փաշինյանը պետք է բարձրանար այս խաղահրապարակի աստիճաններին։ Ինչու շեղվեց։ Սիրելի աջակիցներ եւ ընթացքում մեզ միացած սիրելի քաղաքացիներ, Էրեբունու այգիներից մեկում վարչապետը նաև լրագրողների հարցերին պատասխանեց։ Պնդեց իր տպավորությամբ անգամ 2021 թվականին նման աջակցություն չունեին։ 21 հետ որ զուգահեռ անցկացնենք, մեր ընտրական գործերի վիճակը էականորեն ավելի լավ, շատ ավելի լավ, անհամեմատելիորեն ավելի լավ։ Իսկ ճեպազրույցից հետո Նիկոլ Փաշինյանի հետ նկարվելու համար սպասում էր մոտ 20 երեխա։ Գագիկ Ծառուկյանն այսօր իր հայրենի Կոտայքում էր։ ԲՀԿ առաջնորդը հերթական անգամ բացառել է, որ ինքը կարող է աջակցել քաղաքացիական պայմանագրին, խորհրդանում ստանալ մեծամասնություն, եթե Բարգավաճ Հայաստանի կարիքն այսօրվա իշխանությունը ունենա։ Եթե ընդդիմադիր ուժերը չստանան այնքան ձայն, որ կարողանան իշխանություն ձևավորել ու քաղաքացիական պայմանագրին իշխանություն դառնալու համար անհրաժեշտ լինի Բարգավաճ Հայաստանի ձայները, Գագիկ Ծառուկյանը կմիանա Նիկոլ Փաշինյանին։ Ոչ, բացառում եմ։ Գագիկ Ծառուկյանը բացառում է քաղաքացիական պայմանագրի հետ հետընտրական համագործակցությունը նախորդ փորձից ելնելով։ Ազատության հարցին պատասխանելիս պարզաբանեց գործարարը։ 2018-ին միացել է հավատալով Փաշինյանի խոստումներին, բայց դրանցից ոչ մեկն ըստ Ծառուկյանի չի իրագործվել։ Ասում էր, որ ժողովուրդը դա տուգանելու մատերիալ չի, Ղարաբաղը դա Հայաստանն է ու վերջ, ու ասում են, որ ինք եկել է հող տալու համար, ասում էր ով տա, ես իմ ինչ վերջը։ Նիկոլ Փաշինյանը 8 տարի վարչապետ է, խոսքեր է տվել, ասել է ինչ անելու։ Մինչև այսօր կա իր ասածներից մեկ առած լինի։ Ինձ ասա, քու ճակատպա չեմ գնում, արել է։ Այլ ուժերի հետ հետընտրական համագործակցությունից ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ի առաջնորդը չխոսեց, ավելի վաղ բացառել էր նաև Ռոբերտ Քոչարյանին միանալը։ Շարունակեց քննադատել գործող իշխանությանը, թե Ադրբեջանի հետ նախաստորագրած խաղաղության պայմանագիրը սևագրություն է։ Անվտանգության ոչ մի երաշխիք չկա։ Օդի մեջ մի հատ սևագրություն։ Նախկին падգամավորը, որ ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնություններով երբեք աչքի չի ընկել, վստահեցնում է, թե գիտի ինչպես պետք է ապահովել պետության անվտանգությունն ու կայուն խաղաղությունը։ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի երաշխավորմամբ այսօր մեկն էլ ավելացրեց։ Հնդկաստանի, այո։ Ինչպես է հակառակորդ գերտերություններին մի սեղանի շուրջ հավաքելու որպես Հայաստանի խաղաղության երաշխավոր։ Դիվանագիտական ինչ ճանապարհներ գիտի Ծառուկյանը, հարցրինք նրան։ Ուրեմն Ծառուկյանը այնքան գիտի, որ մեկ այդքան ոչ գիտի, ոչ պատկերացնում է։ Ես իմ երկրի իմ ժողովրդի անվտանգությունը պետք է ապահովում։ Կապնել ունեմ, հնարավորություն ունեմ եւ Չինաստանով, եւ Հնդկաստանով, եւ Ռուսաստանով, որ պետք է մենք կարողանանք այդ հարցը կարգավորենք երաշխավորած։ Իր անձնական կապերով է պատկերացնում Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, Չինաստանին ու Հնդկաստանին Հայաստանի խաղաղության երաշխավոր դարձնելու իր ծրագիրը։ Ծառուկյանը զայրացավ, որ կասկածող կա։ Ուրեմն աշխարհում ոչ մի բան էս չի։ Դա համար պետք է կապ ունենաս, հնարավորություն ունենաս, ծանոթություն ունենաս։ Առանց կապի հարց կարաս լուծես դու։ Կարող եք Չինաստանին, Ամերիկային, Ռուսաստանին։ Ես Չինաստանի հետ կոմունիստական կուսակցության մենք համագործակցում ենք արդեն 20 տարի, եթե դու չգիտես ասեմ։ Ռուսաստանի Եդինա Երասի հետ մենք համագործակցում ենք 20 տարի։ Շատ լավ, բայց խոսքը նրանց նաև համագործակցության մասին է։ Ինչ համագործակցություն։ Չինաստան, Ամերիկա, Ռուսաստան։ Նրանցից հասնում է ամենակ երաշխավորությունը, եթե ես ու Ալիևը պայմանավորում ենք, որ ինչ եղավ անցած լինի, համարենք պետք է չլներ, բայց այսօր մեր սահմանը մերն է, կոնը, ով խախտեց պետք է պատվի։ Արիստորանն կողքի պետություններն էլ իրենց երաշխավորությունը տածեն։ Այո, եթե դուք համաձայնեք, մենք համաձայնենք, ով խախտեց պատժվել է։ Ես բարդ բան եմ ասել։ Նախաստորագրված հայ-ադրբեջանական պայմանագիրը փխրուն որակող Ծառուկյանը կարծում է, Փաշինյանն ու Ալիևն էլ կարող են երաշխավորված խաղաղություն ստորագրել, եթե ամեն ինչ հանրության աչքի առաջ պայմանավորվեն։ Երաշխավորված խաղաղությունը կարա դաժե Ալիևն ու մեր վարչապետ Փաշինյանը իրար հետ ստորագրեն։ Հանրության առաջ նստեն, ասեն ինչ որ եղել է, ժողովուրդ մենք հարևան պետություններ ենք։ Մենք համարում ենք անցած լինի, որ մենք կարողանանք իրար կողքոքի աշխատել, մեկս մեկին օգնի եւ ստորագրեն։ Եթե մեր տարածքները սա է, Ադրբեջանը սա է, որ եթե որցե մեկը խախտի, ուրեմն այսքան գումար տուգանք պետք է վճարի
արի կամ այսքան տարածք պետք է զիջի։ Այդ ժամանակ ես կհամարեմ, որ արդեն կա խաղաղություն։ Իսկ ինչպես է պատկերացնում Գագիկ Ծառուկյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, այնպես ինչպես իր ընկեր Լուկաշենկոյի ղեկավարած Բելարուսն է Ռուսաստանի հետ դաշնակցում, թե այլ պատկերացում ունի։ Իշխանությանը ձգտող գործարարը այս հարցին չպատասխանեց, փոխարենը պնդեց, թե Բելարուսի նախագահը ինչքան է սիրում հայերին ու որ հարցով ինքը դիմել է, աջակցել է։ Մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո Լուկաշենկոն շնորհավորել էր Ալիևին մեջբերեմ Ադրբեջանի ազգային նպատակներն իրագործելու համար։ Ինչ հարց ա եղել, որ Լուկաշենկոն պատրաստել է Հայաստանի համար։ 100 անգամ ասել եմ, կարակ Անդրանիկին Քոչարյանին հարցրեք, ասել եմ ինչ զենք պետքա տալիս է, հարցրեք, ասել եմ թե չէ, որ չեն դիմե։ Բայց օգնել է Ալիևին։ Եղբայր ջան, նանել է օգնել մեզ, ես ասում եմ, ասել եմ, որ Բելային ձերբակալել էին, որ պետք է ուղարկեին Ադրբեջան։ Ես Բելան ասել եմ իմ հայնա, խնդրում եմ սխալագործ է, պատժեք թող մնա Բելարուսայում։ Ասա այս հայրին ենքան եմ հարգում սիրում, հարց չկա, հանլե ասա տար Հայաստան։ 30 տարի անընդմեջ Բելարուսը ղեկավարող Լուկաշենկոին Գովերգող Ծառուկյանը քննադատեց Փաշինյանին Ֆրանսիայի նախագահի հետ հույսեր կապելու համար։ Զարմանում է, որ մարդիկ խոսում են Եվրասիական տնտեսական միությունը Եվրամիությունով փոխելու մասին։ Ինչ ենք անելու, գազը դարավ Եվրոպայի գնին, 600-800 դոլար, ինչ ենք անելու։ Ձեր ցավը տանեմ, մի հատ Եվրոպան եկավ օդի մեջ, Մակրոնը այսօր կա, վաղը չկա։ Ինչ ակնկալիքներ ունի այս ընտրություններից Գագիկ Ծառուկյանը, որ նախորդին չկարողացավ անգամ անցողիկ շեմը հաղթահարել։ Ողը երևի չհաղթարենք էլ, Ինչպես Բարգավաճ Հայաստանը, Ուժեղ Հայաստանը եւս մի քանի երաշխավորով խաղաղություն է խոստանում։ Այսօր նրանք Սյունիքում էին ու ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը թրիփի օրինակով էր բացատրում, ինչ նկատի ունեն այդ հայտարարության տակ։ Հայ-ադրբեջանական խաղաղության երաշխավոր երկրների շարքում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների շարքում Սամվել Կարապետյանի ուժը նաեւ Վաշինգտոնի հետ սուր հակասություններ ունեցող Իրանին է տեսնում։ Սամվել Կարապետյանի քարոզչական երթուղին սահմանափակվում է սեփական առանձնատան տարածքով։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը տնային կալանքի տակ է եւ Արարատի ու Արմավիրի մարզերի մի խումբ բնակիչներ իրենք էին նրա հարկի տակ հավաքվել։ Ես ուրախ կլինեի, որ ես գայի ձեզ հյուր, բայց մեր իշխանությունները ամեն ինչ արին ու ամեն ինչ անում են, որ ես չկարողանամ շփվել մեր ժողովրդի հետ, որովհետև շատ եմ վախենում։ Մարդկանց բարեկեցությունը 300,000 աշխատատեղը խոստում չէ, այլ եղած բան վստահեցնում է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը։ Մենք չենք ասում խոստանում ենք։ Մենք ասում ենք երաշխավորում ենք մեր պետության համար։ Առաջինը անվտանգություն ապահովելն է, ամենակարևորը հիմա ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս մեր կյանքի էտապում հաջորդը չկորցնենք, դա Սյունիքն է։ Իսկ Ուժեղ Հայաստանի քարոզչական թիմը հանգստյան օրերին եւ այսօր օրվա առաջին կեսին Սյունիքում էր լավ կյանքի խոստումներով։ Ագարակցիներ, սիրելի մեղրեցիներ, ոնց եք։ Սյունիքում մարդիկ լավ են ապրելու պղինձը, մոլիբդենը, յուրահատուկ կլիման ու սահմանը։ Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը թվարկում է այն գործոնները, որ չպիտի թողնեն այստեղ աղքատ մարդ լինի։ Ամբողջ ԵԱՏՄ շուկայի միակ սահմանը Իրանի հետ է սա, բայց որևէ անգամ Հայաստանը սա չի օգտագործել։ Հայաստանը, Վրաստանը կլինեն տարանցիկ ուղի Պարսկաստանից դեպի Ռուսաստան։ Ամեն տարի համարյա $1 միլիարդ իրենց շրջանառությունը ավելանում է։ Խոստանում են գազ ու նավթ բերել, էլեկտրաէներգիա մատակարարել։ Դուք չեք պատկերացնի շարժը սկսվում։ Իսկ թե ինչ խնդիր կարող է լինել, եթե Ուժեղ Հայաստանի պատկերացրած երաշխավորված խաղաղությունը չլինի, Նարեկ Կարապետյանը բացատրում էր հենց Իրանի սահմանից։ Իսկ գիտեք սա ինչ է։ Սա արդեն Պարսկաստանն է, ընդամենը 30-40 մետրի վրա։ Դուք պատկերացեք մի իրավիճակ, եւ ամերիկյան ընկերությունը կլինի այստեղ, իսկ պարսկական զինված ուժերը այստեղ։ Թրիփի չեղարկման մասին կուսակցությունը չի հայտարարել։ Շեշտում են մեկից ավելի երաշխավորներ են պետք Միացյալ Նահանգներից բացի Ռուսաստան, Չինաստան։ 30 մետր է 40, ինքնաձիգով կահարվածի, հողաթափիկ էլ շպրտի կահասնի։ Դրա համար, երբ մենք ասում ենք մեր հայրենակիցներին պետք է երաշխավորված խաղաղություն, հիմնական նպատակը երաշխավորված խաղաղության, որ բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից ով վկա է եւ պետք է դառնա երաշխավոր, Պարսկաստանն էլ, Իրանն էլ նույնպես լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության,
երաշխավորը, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը։ Խաղաղության երաշխավորների շրջանակն ընդլայնելու քայլեր կուսակցությունը դեռ չի բացահայտել։ Նարեկ Կարապետյանն առաջարկում է ընդհանրապես վստահել երկրի առաջխաղացման իրենց ծրագրերին, որովհետև դրանք Սամվել Կարապետյանինն են։ Երիտասարդ թիմը ուժեղ առաջնորդով, ով առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ ֆինանսական որևէ կարիք չունի։ Առաջի անգամ առաջնորդ է գալիս Հայաստանում, ով արդեն ունևոր է։ Ոչ թե որ ԿՊ-ն եկավ հեծանիվով, դուրս եկավ Range Rover-ով։ Ոչ թե անվտանգությունից, այլ խոպանի հաջողությունից խոսեք իշխող թիմից պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր հեռակա Նարեկ Կարապետյանին դիմել։ Պարոն Կարապետյան, բանակի եւ անվտանգության մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է ժամանակին նախ բանակ գնալ, եղբայր։ Սամվել Կարապետյան, անվտանգության մասին խոսելուց առաջ նայի Գերդաստանի անդամներին ու ասա այս ժողովրդին, ինչի քո տղաները, աղբորդ տղաները, բարեկամները բանակ չեն գնացել։ Խոսում ես վարչապետի տեխնացուի բանակի ծառայելուց, երբ Սամվել Կարապետյանը ծառայել է բանակին, ամենամեծ աջակցությունն է տվել հայկական բանակին։ Քո ղեկավարը չի ծառայել բանակում։ Ապրիլյան պատերազմին մասնակցել է մայիսին։ Հետևն կանգնած ու դեմքն էլ չի փոխվում։ Շատ տպավորված ենք մեր սիրելի սյունեցիների ընդունելությունից, շատ արդյունավետ աշխատանք ենք ունեցել Սյունիքում։ Ուժեղ Հայաստանի քարոզչական թիմն այս պահին Վայոց ձորի մարզում է։ Նախընտրական 2 հավաք է նախատեսված ու մի համերգ։ Ռոբերտ Քոչարյանն ու Հայաստան դաշինքի մի շարք անդամներ նախ Գեղարքունիքի, ապա Տավուշի մարզերում էին։ Նա էլ խաղաղությանն անվախ կյանքի խոստումն է ավելացրել։ Այսօր Գեղարքունիքի Ճամբարակ համայնքից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Տավուշ եկավ Դիլիջանի կենտրոնում քաղաքապետարանի հարակից հրապարակում մարդկանց հետ հանդիպեց, ձեռք սեղմումներ եղան, նկարվեցին ու միմյանց ցույց տվեցին, թե ընտրությունների արդյունքները լավ են լինելու։ Չնայած նախապես բարձրախոս էին պատրաստել, բայց հանդիպումն ընթացավ առանց դրա։ Լավ ենք, ամուր, պայքարի պատրաստ, եկել ենք ձեզ էլ ոգևորենք։ Մենք ոգևորված ենք, որ նախագահ, յախտենք, հաստատ, 100%։ Կարելի է մեր գեղեցկուհուն նկարի։ Այո, ձեզ տարի։ Հա, վստահ ձերքերը, այո, անպայման։ Մենակ չիշիկ չան։ Ամենավստահ ձերքերը։ Չէ, դե հիմա այն թիվը չվեր չիշիկ անել։ Նախկին զինվորական Արայիկ Ղազարյանը սահմանազատված կիրանցից էր, ավելի քան 20 տարի Ռուսաստանում է ապրում, ասաց հատուկ եկել է աջակցելու երկրորդ նախագահին։ Քոչարյանը հարցրեց, պատը լավ եք պահում։ 2 տարի առաջ կիրանցի հատվածում սահմանազատումից հետո կառուցված սահմանային պատը նկատի ուներ։ Քոչարյանի համակիր տղամարդը հարցերը բռնությամբ լուծելու կողմնակից էր։ Ես եմ պատտակ մարդկանց տնտակահար։ Նա երկամերաներ կավել բան մի ասա։ Ես ասել եմ ու ասելու եմ, ես ոչ եմ ախրում։ Քոչարյանը, որի նախագահության վերջին օրերին տեղի ունեցան մարտի 1-ի հետ ընտրական արյունալի իրադարձությունները, արձագանքեց, թե գործող իշխանությունները մարդկանց վախեցնելու ճանապարհով են գնում, ինքը գա իշխանության կփոխի։ Ամեն ինչ նախկինի նման կլինի, Ռուսաստանի կողմից հայերի նկատմամբ բայրացական վերաբերմունք ու Հայաստանը առանց վախի։ Ոնց որ վախեցնելու տարբերակով են փորձում գնալ։ Եթե վախենակ կզած ապրենք, մենք ապրել ենք մենակ դուխով ձեր ժամանակ։ Եվ Հայաստան, եւ Ռուսաստան։ Լավ է, չէ՞ ձեր։ Հիմա են լավ զգամ, բայց հակառակ ձևով։ Ձեր ժամանակ, որ մարդկանց կանգնացնում եք նայել մեր անձնագրով հայը, ասում են մենք ունենք ներքին հրաման, որ հայերը մեր բարեկամներն են։ Մեր երկու առաջի դեմքերը իրար հետ լավ են, մենք էլ լավ ենք։ Իսկ այսօր վերակառնանք այդ 100%-ով, հենց դրա համար ես հատուկ
2000 կիլոմետր կտրել եկել են, որ կանգնեմ ու վերականգնեմ մեր արդար պայքարը։ Եթե ոչ, իզուր չեն ինձ ասել դուլայի արում։ Անենք, անպայման։ Գալու այդ օրը։ Կարողանանք ժողովրդին համոզել։ Ժողովրդին չեն հիշեցնել, համոզել։ Ժողովրդին պետք է հիշեցնենք իրենք մի քիչ հիշողություն ստորեն։ Լավ։ Քոչարյանի հետ հանդիպելու էին եկել նաև Արցախից տեղահանվածներ, մեկը, որ չցանկացավ ներկայանալ, ասաց Քոչարյանի հետ հույսեր ունի, որ հետ Արցախ գնալու հնարավորություն գտա։ Հա, ես հույս եմ կապում, որ մենակ Քոչարյանը կարող է միջոցով բացի պատերազմից ուրիշ այլ տարբերակ։ Տարբերակը ես չգիտեմ, ինչ կա, պոլիտիկան այնպեսի բան է, որ մեկ չեք կարող դա իմանաք։ Ուղղակի մեր սրտի ուզածը դա է։ Քոչարյանն իր նախընտրական հանդիպումներում վերադարձն Արցախ դեռ հնարավոր չի համարում, բայց ասում է, որ նախ պետք է արցախցիների վերադարձի իրավունքի ճանաչմանը հասնեն։ Մի ուրիշ համակիր արևմտահայերենով էր խոսում։ Ով որ լա, դոլա, Նիկոլը պետք չի գա։ Պետք է փոխենք, ժամանակը եղավ։ Ինչու հատկապես ինչին եք դեմ։ Շատ չեմ ուզեր խոսել, ավելի լավ է չխոսի, հայերեն ես դիգար է։ Կներես։ Հայաստանի քաղաքացի ենք։ Հայաստանի։ Այո, եւ քվեարկելու ենք, եւ քվեարկելու ենք Հայաստան Թաշինքին եւ թեմենք Նիկոլ Փաշինյանին։ Հատուկ եկել եք, որպեսզի մասնակցեք։ Չէ, արդեն մենք հոսաբրում ենք։ Դիլիջանից շարժվեցին դեպի Իջևան, որտեղ ընտրողների հետ արդեն դահլիճում էր հանդիպում նախատեսված։ Հայաստան Դաշինքի անդամներն ասացին, նախապես նաև Դիլիջանի ԿՊ-ական իշխանություններին էին դիմել քաղաքի բացօթյա ամֆիթատրոնում հանդիպումն անցկացնելու թույլտվության համար, բայց մերժվել են։ Հանուն Հանրապետության կուսակցության ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը չնայած հուսախաբված է, որ Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովի ժամանակ Երևանը անդամակցության հայտ չներկայացրեց, բայց հեռանկարը առաջիկա ընտրության հետ է կապում։ Նախորդ անգամ անցողիկ շեմը չհաղթահարած հանուն Հանրապետության կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է Գյումրիից ռուսական ռազմաբազան դուրս բերելու Եվրամիությանն անդամակցելու թեզերով։ Քաղաքական այս ուժի ղեկավար Արման Բաբաջանյանը կարծում է, որ գործող իշխանություններին պակասում է խիզախությունը Եվրամիության անդամակցության հարցում գործնական քայլեր անելուն։ Պնդում է, թե անցած շաբաթ Երևանում անցկացված Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովը բաց թողնված հնարավորություն էր։ Եվ ես հույս ունեմ, որ խորհրդարանում մեր գտնվելը էական փոփոխություն կբերի նաև այս հարցում, որովհետև կարծում եմ, որ իշխող ուժին հավելյալ վառելիք է պետք, որպեսզի եւ կարողությամբ օժտվի, եւ համապատասխան կոմպետենցիայով օժտվի, որպեսզի այն օրակարգերը, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսությանը, Հայաստանի չափանիշներին ու ստանդարտներին, Հայաստանի արդարադատության համակարգին, ենթակառուցվածքներին, են ամբողջ շրջանակը, որ մեզ համար ծայրաստիճան կարևոր է Եվրամիության հետ հարաբերությունները գծագրելիս, մենք կարողանանք որակյալ բանակցող թիմ ունենալ Հայաստանից, որովհետև եվրոպացիները այս հարցերին ծայրաստիճան նաև պատասխանատու են վերաբերում։ Անցած շաբաթվա գագաթնաժողովից հետո վարչապետ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց, Երևանը պատրաստվում է անդամակցության հայտ ուղարկել, թե ոչ։ Եվրամիությունն էլ թեև հայտարարում է, որ աջակցում է Հայաստանի եվրոպական ձգտումներին, բայց առայժմ միություն Երևանին չի հրավիրել։ Բայց ըստ Բաբաջանյանի Հայաստանը դեպի Եվրոպա է գնում ու այդ հարցի պատասխանը տրվել է անցած տարի Եվրամիությանն անդամակցելու մասին օրենքի ընդունմամբ։ Այդ օրենքն էլ սակայն անդամակցության հայտ եւ Եվրամիությանը միանալու հանրաքվե չի ենթադրում։ Բաբաջանյանը Լեհաստանի օրինակը բերելով ասում է, առաջին քայլը Եվրամիությունը չպիտի անի։ Մի սպասեք, որ Եվրամիությունը պիտի առաջին քայլը անի։ Առաջին քայլանողը մենք պիտի լինենք, ինչպես եղան Եվրամիության անդամ Լեհաստանը օրինակ, որին Եվրամիությունում չէին սպասում, բայց անդամակցությունից ընդամենը 15-20 տարի անց որևէ մեկի մտքով չի անցնում պատկերացնել Եվրամիություն առանց Լեհաստանի։ Մեր ժամանակն էլ պիտի գա, մենք այս նպատակից չենք շեղվելու, որովհետև շեղվել այս նպատակից կնշանակի չհավատալ Հայաստանի ապագային։ Մենք համառորեն հավատում ենք Հայաստանի հարատևությանն ու հավերժությանը եւ դա կապում ենք իրական Հայաստանի իրական դաշնակիցների հետ, որոնք
Եվրամիությունում են, Եվրամիության անդամ երկրներ են, ում հետ մենք ունենք շահերի, նպատակների եւ արժեքների ընդհանրություն։ Արման Բաբաջանյանի ղեկավարած ուժը սպառնալիք է համարում 1993 թվականից Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։ Պնդում է, թե այն իր գործառույթն արդեն ավարտել է։ Ըստ նրա, Եվրամիության ու Միացյալ Նահանգների աջակցությամբ հնարավոր կլինի կառավարելի դարձնել Թուրքիայից եկող սպառնալիքը, բայց ոչ չեզոքացնել։ Եթե բազան դուրս բերվի, արդյոք հաշվարկել են, թե ինչ հետևանքներ կլինեն։ Այսինքն մեկը ով եկել է մեզ սպառնալիքից պաշտպանի, ինքը կդառնա սպառնալիք, ձեր հարցադրումը հենց պատասխանն է, որ իրական սպառնալիքը մենք դրել ենք մեր պետության մեջ եւ մեզ թվում է այդ սպառնալիքը մեզ պաշտպանում է ուրիշ սպառնալիքից։ Հետևաբար սպառնալիքը արմատապես պետքա երկրից արմատախիլ անել, գտնել հարևանների հետ փոխկապակցվածության այնպիսի հարաբերությունների շրջանակ, որը հնարավորություն կտա 100-ամյա խաղաղ եւ անվտանգ կյանքի ապագայի։ Այսօր նախընտրական հանդիպումներով հանուն հանրապետության կուսակցության падգամավորության տեխնացուները Արթիկում ու Հարակից գյուղերում էին։ Հենց այս հարցերի շուրջ էին խոսում ընտրողների հետ։ Քաղաքական այս ուժը նշում է, որ նպատակը նաև ընդդիմափոխությունն է։ 2021-ին հանուն հանրապետությունը դաշինքով էր մասնակցում խորհրդարանական ընտրություններին եւ ստանալով ընտրողների ձայների 1.5%-ը դուրս մնաց խորհրդարանից։ Այն ժամանակ դաշինքների համար անցողիկ շեմը 7% էր։ Ազատությունը պարզել է, որ չնայած հրապարակային քննադատություններին եւ դիտորդների ահազանգերին, Հակակոռուպցիոն կոմիտեն չի քննում Ֆազդ բանկից իշխող քաղաքացիական պայմանագրին ենթադրյալ ապօրինի նվիրատվության դեպքը։ Իշխանականների շրջանում մտերիմներ ունեցող բանկի սեփականատերերը Երևանում եւ Գյումրիում համերգներ էին հովանավորել, որոնց անունը խաղաղության ձայն անթաքույց ասոցացվում է իշխանական թեզերի հետ։ Դրանցից մեկի ժամանակ վարչապետն անձամբ էր բեմ բարձրացել։ Այսօր Փաշինյանը պնդել է, թե կոնկրետ Շիրակում հյուսիս-հարավի Գյումրիի հատվածի կառուցումն են նշել, ընտրություններին մասնակցող իր կուսակցության հետ կապ չի տեսել։ Իրավապահներն էլ, որ իշխանությանն առնչվող որոշ թեմաներ տարիներով են քննում, այս մեկի մասին ասում են, կոնկրետ հաղորդում չեն ստացել։ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ չի նախաձեռնել իշխող քաղաքացիական պայմանագրին Ֆազդ բանկի կողմից ենթադրյալ ապօրինի նվիրատվություն կատարելու առթիվ։ Անցած ամիս խաղաղության ձայնը երաժշտական փառատոնի 2 համերգներ կազմակերպվեցին Գյումրիում եւ Երևանում։ Համերգի հովանավորն էր Ֆազդ բանկը, որի սեփականատերերն են Վահե եւ Վիգեն Բադալյանները, որ առավել հայտնի են Վիվարո բուքմեյքերական ընկերությամբ։ Վերջիններս ջերմ հարաբերություններ ունեն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ 2021-ին իշխող ուժի падգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Էդուարդ Աղաջանյանը հենց Վիգեն Բադալյանի բիզնես դասի օդանավով էին մեկնել համատեղ հանգստի հունական Միկոնոս կղզի։ Վահե Բադալյանն էլ վերջերս մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հետ գործարարների հանդիպմանը։ Ապրիլի 25-ին քաղաքացու օրվա կապակցությամբ անցկացված համերգը այդ օրերին լայնորեն գովազդվում էր ԿՊԱ-կանների կողմից, ինչից հետո անկախ դիտորդը կոռուպցիոն ռիսկեր էր տեսել դիմել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով փաստելով։ Համերգի խորագիրը համապատասխանում է քաղաքացիական պայմանագրի նախընտրական կարգախոսին։ Բացի այդ երաժշտական փառատոնի Գյումրիի համերգին մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանի վարչաբենդ անունով երաժշտական խմբակը, որի պաստառներին գրված էր կառավարության ծրագրային դրույթը՝ Իրական Հայաստան։ Դիտորդները պնդել էին, երաժշտական այս փառատոնը կարելի է ընկալել որպես բնեղենով նվիրատվություն կուսակցությանը, քաղաքացիական պայմանագրին։ Իրավական երկրորդ վիճահարույց դրվագն այն էր, որ իրավաբանական անձինք ըստ կուսակցությունների մասին օրենքի իրավունք չունեն նվիրատվություն կատարել քաղաքական ուժերին, այնինչ խաղաղության ձայնը փառատոնի հովանավորների մեջ Ֆազդ բանկը նշվում է հենց որպես իրավաբանական անձ հովանավոր։ Բացի այդ, օրենսդրությունն արգելում է տարվա ընթացքում մեկ անձից ստանալ 10 միլիոն դրամը գերազանցող նվիրատվություններ, այնինչ ենթադրաբար համերգի ծախսերը անգամներով կարող էին գերազանցել 10 միլիոն դրամը։ Համերգի կազմակերպիչը Dominio Production-ի տնօրեն Աշոտ Առաքելյանը հրաժարվել էր ասել, թե որքան գումար է ծախսվել դրա համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն բնեղենով ենթադրյալ ապօրինի նվիրատվություն կատարելու դեպքով վարույթ չհարուցելը հիմնավորել է նրանով, որ
ապօրինի նվիրատվության վերաբերյալ հաղորդում չեն ստացել։ Մինչդեռ օրենքով քննիչը կարող է վարույթ նախաձեռնել, եթե զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին տեղեկություններ են եղել։ Անկախ դիտորդը ՔՊ-ի ենթադրյալ ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ այս դեպքի հարցով սակայն դիմել է ոչ թե հակակոռուպցիոն կոմիտե, այլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը քննչական մարմին չէ, չունի օպերատիվ հետախուզական գործիքներ։ Հանձնաժողովը սակայն կարող է վարույթ հարուցել եւ դեպքի մասով դիմել հակակոռուպցիոն կոմիտե կամ չդիմել։ Առայժմ ըստ պաշտոնական հաղորդագրությունների նման որոշում չկա։ Մինչ այդ հակակոռուպցիոն կոմիտեում շարունակում է քննվել քաղաքացիական պայմանագրի ենթադրյալ ապօրինի նվիրատվությունների մեկ այլ քրեական գործ, որը հարուցվել էր դեռ 2024-ին։ Նվիրատվությունների այս սկանդալը 2024-ին բացահայտեց կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծը OSCE-ին Civilnet-ի հետ միասին։ Ըստ հրապարակման տասնյակ անձինք, որ տարբեր համայնքներում իշխող քաղաքացիական պայմանագրի թեկնածուներ էին, խոշոր նվիրատվություններ էին փոխանցել կուսակցությանը, ընդ որում 10 առանձին քաղաքներում ավականու առնվազն 10 թեկնածու նույն օրը փոխանցել էր ճիշտ նույնքան գումար։ Հետաքննող լրագրողները խոսել էին ավելի քան 3 տասնյակ նվիրատուների հետ։ Կեսն ասել էին չեն հիշում, որ երբևէ գումար փոխանցած լինեն քաղաքացիական պայմանագրին։ Նվիրատվություն 1.5 միլիոնը դուք եք իրականացրել, թե ոչ։ Չէ, սխալվում եք։ Չէ՞ կարող է այդպիսի տվյալ լինել, որովհետև ես այդպիսի գումարներ չեմ ունեցել եւ չէի կարող փոխանցել։ Երկրորդ տարին է այս վարույթը դեռ նախաքննության փուլում է։ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրյալների մասին տեղեկություններ շարունակում է չտրամադրել, ինչպես նաև չմանրամասնել այս գործով ինչ քննչական գործողություններ են եղել եւ կան արդյոք նշանակված փորձաքննություններ։ Նույն թեմայի շրջանակում կար նաև մեկ այլ քրեական վարույթ իշխող կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։ Անցած սեպտեմբերին սակայն հայտնի դարձավ, որ այդ գործը կարճվել է։ Մի քանի լուր միջազգային լրահոսից ենք առանձնացրել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակ անընդունելի է որակել Իրանի պատասխանն ամերիկյան առաջարկին, չհստակեցնելով արդյոք իր դժգոհությունը կհանգեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը։ Մինչ Սպիտակ տան ղեկավարի գրառումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Թասնիմ գործակալությունը հրապարակել էր Թեհրանի ենթադրյալ պատասխանի մանրամասները։ Դրա համաձայն Իրանը պահանջել է վերացնել բոլոր պատժամիջոցները, դադարեցնել ծովային շրջափակումը եւ բացառել հետագա հարձակումները բոլոր ճակատներում, թե Իրանում, թե Լիբանանում։ Հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը, չեմ հավանում, բացարձակապես անընդունելի է։ Չնայած երրորդյա հրադադարին, որի շուրջ Ռուսաստանն ու Ուկրաինան Միացյալ Նահանգների միջնորդությամբ համաձայնության էին եկել, վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը կրկին հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների, կան զոհեր եւ վիրավորներ։ Ռազմաճակատում եւս մարտերը շարունակվել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան հրապարակած տվյալների համաձայն մեկ օրում արձանագրվել է շուրջ 180 մարտական բախում։ Ուկրաինայի նախագահը երեկ երեկոյան ասել է, որ ամերիկյան կողմի հետ շարունակում են շփումները Ռուսաստանի հետ 1000-ի դիմաց գերիների փոխանակման հարցով։ Վրաստանի պատրիարք է ընտրվել մետրոպոլիտ Շիոն, ըստ տեղական լրատվամիջոցների նորընտիր պատրիարքը 57 տարեկան է, մինչև 1993 թվականը վանական երթում տալը նա սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայում, 99 թվականին ավարտել է Բաթումիի աստվածաբանական սեմինարիան, ապա շարունակել է իր աստվածաբանական կրթությունը Մոսկվայի աստվածաբանական ակադեմիայում և Սուրբ Տիխոնի անվան ուղղափառ հումանիտար համալսարանում։ 2017-ին պատրիարք Իլիա II-ի հրամանագրով մետրոպոլիտ Շիոն նշանակվել էր պատրիարքական գահի տեղապահ։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ազատություն.am կայքում, լրահոսը միշտ թարմացվում է սոցցանցերի մեր էջերում նույնպես, այնտեղ նաև նոր տեսանյութեր կարող եք գտնել, հաջողություն։